Ես Սյուզան Սիմոնյանի հետ հենց նոր վերադարձա օպերայի հրապարակից, այնտեղ հոծ բազմություն է և դա շատ ոգևորիչ է և շատերը հարցնում են, իսկ ինչու դուք այստեղ չեք, մենք այնտեղ ենք, խնդիրը բոլորովին այլ է, խնդիրը այն է, որ մենք կարծում ենք, որ առաջնորդի շուրջը կամ հերթական կուռքի ստեղծած շուրջը հավաքվելը վտանգավոր է, որովհետև այս անգամ մենք բարոյական հաղթանակներով սահմանափակվել չենք կարող, մենք դրա իրավունքը չունենք։ Ռաֆի Հովհաննիսյանն իմ ընկերն է և ես դա ասել եմ իրեն ու կրկնում եմ այստեղ, մենք միասին ենք։ Այնքան ժամանակ, մինչև մենք գնում ենք այն ճանապարհով, որով մենք պետք է գնանք։ Եթե որևէ մեկը այդ ճանապարհից շեղվի, իսկ մենք դա տեսել ենք մի քանի անգամ անցած տասնամյակներում, մենք պետք է շարունակենք, ահա ինչու ենք մենք այստեղ։ 11-րդ դարում մի հոյակապ պարսիկ պոետ Ալ-Հաքիմի գրեց մի պոեմ, որը կոչվում է «Թռչունների ժողով»։ Երկու խոսքով այնտեղ պատմվում է, թե ինչպես թռչունները որոշեցին արքա կարգել։ Ես գրել եմ այդ Facebook-ում այդ մասին, դրա համար շատ հակիրճ կհիշեցնեմ, որովհետև կարծում եմ, որ մեր հավաքի արխետիպը, խորին իմաստը շատ բանով արտացոլվում է այդ պոեմում, այդ առասպելում։ Ուրեմն թռչունները որոշում են, որ եթե մարդիկ ունեն արքա, կենդանիները, ձկները, ապա իրենք էլ պետք է ունենան արքա և սկսվում են նախագահական, արքայական ընտրությունները։ Արծիվը և բազեն, արագիլն ու կռունկը, սոխակը, սայրյակը բոլորը առաջարկում են իրենց։ Հայտնվում է Հոպոպը և ասում է, մեզ պետք չէ ընտրել, մենք ունենք արքա, նրան պետք է ուղղակի գտնել։ Եվ կա մի հին գիրք, որտեղ նկարագրվում է արքայի վայրը, դա 7 սար 7 ծովի հետևում է, 7 սարի 7 ծովի հետևում է, արքայի անունը Սիմուրղ է, Սիմուրգ։ Եվ իրենք որոշում են 30 թռչուններով գնալ կտրել այդ ծովերն ու լեռները և գտնել թռչունների արքային։ Մեծ զրկանքներով տանջվելով հասնում են այդ վայրը, որտեղ որ Փյունիկ թռչունը Սիմուրղ անունով բնակվում է, որպեսզի կարգեն նրան թռչունների արքա։ Մտնում են այդ քարանձավը, մոգական տեղը և ոչ մի բան չեն տեսնում։ Զարմացած մոտենում են, տեսնում են, որ քարանձավի մի պատը հսկայական հայելի է, որտեղ նրանք տեսնում են հենց իրենց, որովհետև պարսկերեն Սիմուրղ նշանակում է 30 թռչուն, և իրենք հասկանում են, ով է արքան, իրենք են արքան, ժողովուրդը, հասարակությունը, մեզ այլևս կուռքեր պետք չեն, մենք 20 տարի նույն փոցխի վրա ենք կանգնում, ստեղծում ենք կուռքեր խախտելով առաջին իսկ տաբուն, որ մի քանի կրոնները դրել են իրենց կանոնակարգի մեջ, որպեսզի հասկանանք հիմա, ինչպես է պետք պայքարել, ինչու են մարդիկ կուռք ստեղծում, դա մշակույթ է, դա ստրուկի մշակույթ է, որովհետև շատ ավելի հեշտ է պատասխանատվությունը դնել կուռքի վրա, երկրպագել նրան, որ հետո թքել, քարկոծել և զգալ սեփական անմեղությունը։ Դա է պատճառը, որ մենք խմբով ենք որոշել պայքարել։ Ես երկար տարիներ կարծում էի, որ ես պետք է զբաղվեմ իմ գործով և չզբաղվեմ քաղաքականությամբ, ես կորցրեցի իմ գործը, ես կորցրեցի այն աշխարհը, որտեղ ես ապրում եմ, որը ես սիրում եմ։ Ես նկարում էի մի ֆիլմ, որից որևէ բան այլևս Երևանում չի մնացել։ Շենքերը, տրամվայները, այն վայրերը, որտեղ ես նկարում եմ ընդամենը 10-12 տարի առաջ, դրանք չկան։ Երրորդ հանրապետությունը շատ նման է այս շենքերին,
եւ դրա շարունակությունն հանդիսացող հյուսիսային պողոտային թանկարժեք, ճոխ, անճաշակ եւ դատարկ, անմարդաբնակ, ահա այն մշակույթը, որը գլոբալիզացված աշխարհը փորձում է սաղացնել մեր փոքր ու հին երկրի վրա։ Այն երիտասարդները, որոնք կանգնեցին Եվրոպայից ու Ամերիկայից եկած դիտորդների առջև, խանգարելով այդ խրախճանքը, նրանք Եվրոպային եւ Ամերիկային մշակույթի, քաղաքական մշակույթի դաս տվեցին։ 88 թվականին եվրոպացիք եւ այդքան սիրված ու հարգված Մերձ Բալտիկայի երկրների դեմոկրատները գալիս են մեզնից համերաշխության, եղբայրության ու սիրո դասեր վերցնելու։ Իրենք կոնսպեկտ էին անում մեր այն ժամանակվա հավաքները։ Այն ինչ անում ենք մենք այսօր, դա ոչ միայն մեր երկրի փրկության համար է, դա կարող է շատ ճոխ ու անպագորգոր թվալ, բայց այն քաղաքական ստեղծագործությունը, այն նոր քաղաքական մշակույթը, որը մտնում է այսօր Մաշտոցի պուրակում իզուր չէ, որ մենք ոչ թե օպերայում ենք հավաքվել, եւ դա Ռաֆի հետ որևէ կապ չունի, մենք ամիս առաջ այստեղ ենք որոշել հավաքվել, որովհետեւ մենք այստեղ ենք սկսել ապամոնտաժումը, այն սարսափելի, գրեհիկ, անճաշակ, քաղաքական, տնտեսական եւ կենցաղային այսպես կոչված պապսայի մշակույթի ռաբիսի, որը տիրում է մեր երկրում եւ որը մենք պարտավոր ենք տապալել։ Մեր ճարտարապետությունը, մեր պատմությունը, մեր պոեզիան մեզ իրավունք չեն թողել նահանջելու։ Ահա ինչ ենք մենք պաշտպանում։ Եվ մեր դրոշի վրա ոչ թե հերթական առաջնորդի, հերթական կուրքի անունն է գրված։ Մեր դրոշների վրա գրված է Կոմիտասի անունը, Խաչատրյանի, Թամանյանի, այն մարդկանց, ովքեր ստեղծել են Հայաստանի, մեր երազած Հայաստանի նախագիծը, որին մենք պարտավոր ենք վերադառնալ, ոչ թե հնին վերադառնալ, այլ քանդել այդ անճաշակությունը, այն գրեհկությունը, որը տիրում է այսօր մեր երկրում։ Ես բազմիցս ասել եմ, մեր հիմնական հակասությունները ի վերջո մշակութային են, որտեղ ցանկացած ազգի երկրի քաղաքակրթական պսակը դա մշակույթն է։ Ինչ մշակույթ է ստեղծվել մեր երկրում 20 տարվա մեջ։ Ավելորդ են մեկնաբանությունները։ Դուք ինքներդ նայում եք կամ ավելի ճիշտ չեք նայում այն սերիալները, որոնք դարձան ժողովրդին ստրկացնելու հիմնական միջոցներից մեկը։ Ես որպես կինեմատոգրաֆիստ էլ չեմ ասում, ես չեմ դիտում, ես իրավունք չունեմ դատողություններ անել, բայց այն կեղծիքը, որը վերից վար տարածվեց մեր երկրում, այն կեղծիքը, որտեղ Սուրեն Սպանդարյանի արձանը վերանվանեցին Գարեգին Նժդե եւ մեզ համար սրբագույն անունները ծաղրուծամակ են դարձրել, այդ մշակույթը մենք մերժում ենք։ Բանն այն է, որ մեր մերժածը ոչ թե 1, 2, 3 հոգու ճաշակի հարց է։ Ես 88 թվին հիշեցի հանկարծ մի բան եւ ուզում եմ հիշեցնել դա ձեզ։ Դաշնամուրի մեջ 88 ստվար կա, կներեք ստեղ կա, կլավիշներ, դրանք 88 հատ են։ Ամենաթանկ դաշնամուրը, որը արժե հազարավոր դոլարներ, իր արժեքը կորցնում է, եթե դրա մեջ ոնը մի ստեղ սպիտակ կամ սև ջարդվում է եւ դուրս է գալիս։ Ահա սա է իրական ժողովրդավարության իմաստը։ Մենք բոլորս այդքան տարբեր, այդքան բարդ, այդքան բարդույթներով եւ երազանքներով տոգորված, մենք բոլորս ստեղծում ենք եւ մեր մեջ պարունակում ենք այն ներդաշնակությունը, որին մենք ձգտում ենք։ Դա է պատճառը, որ մեր մշակույթը համայնքային է։ Մեր տնտեսությունը, մեր երազած երկիրը հիմնված է համայնքի եւ ընտանիքի գաղափարի վրա, որտեղ չկա կեղծ մրցակցություն, որտեղ չկա ուժի եւ թուլի օրենքը, որտեղ մենք իրար նորից քույրիկ ու եղբայր ենք ասելու, հայրիկ ու մայրիկ, որովհետեւ մենք 88 ստեղ ենք, իզուր չէ որ մեզ 88 թվին հաջողվեց
հասկանալ դա։ Եկեք չմոռանանք դա։ Մեր հեղափոխությունը նախ եւ առաջ մշակութային հեղափոխություն է։ Շնորհակալություն։